Ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփ ասել է, որ թերիվ հարկ ենք պահանջելու ուրիշ երկրներից, երբ մի բան այնտեղից գալիս է այստեղ վաճառքի համար։ Բնականաբար առաջ այդ երկրներ նաև Եվրամիությունը, Կանադա, Մեքսիկո ասում են ինչ որ ամերիկան հարկ է պահանջելու, մենք այդքան հարկ ենք պահանջում։ Նախագահ ասում է շահագործել են մեզ, ուրեմն ես պետք է հարկ պահանջեմ 25%-ով հարկ է պահանջում։ Իհարկե Կանադայի համար նկատի էր առել, որ հետո, որովհետև նրանք էլ ասացին, ուրեմն մենք էլ ինչ որ Ամերիկայից գալիս է Կանադա, մենք էլ հարկ ենք պահանջելու, նոր վարչապետ ունի այդ Կանադան եւ ասել է մենք բարեկամ երկրներ ենք, այսպես, ուրեմն բարգացած է նաեւ Կանադան, այս երկրի կամ նախագահ Թրամփի այս վարկը չի հավանում, ասում է ինչպես որ Ամերիկան մեզի հարկեր է պահանջելու, մենք էլ նույնն ենք անելու, թերիֆ են պահանջելու, մենք էլ նույնն ենք անելու։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցուցադրեմ, տեսնեք այդ պատճառով այս շաբաթ stock market-ը խիստ անկում էր արձանագրել, իսկ այսօր Dow Jones ծախում տեսնում եք, էլի անկում է արձանագրում, իսկ S&P 500 մի փոքր բարձրացավ 2 օր 3 խիստ իջներ, նաև երկուշաբթի օր խիստ իջներ, իսկ Nasdaq-ը տեսնում եք վերադարձել է massամբ, բայց եւ դեռ անկում ունի շաբաթվա սկզբի համեմատ։ Այստեղ տեսնում եք այս ինչ է կատարվում։ Հիմա Կանադայից ինչ է պահանջում։ Կանադան ասացի 50% նախագահ ցանկություն ուներ, որ թերիվ հարկ պահանջեր, բայց հետո փոխվեց, որովհետև ամերիկյան մոտորսիկլետը խմիչքը մանավանդ, խմիչները Կանադայում հրաման են տվել Անտերիոում, որը անմիջապես Ամերիկայի հյուսիսում գտնվող տարածք է, այսպես պատկերացրեք նահանգ այնտեղի, տեսնում եք 25% թերիվ հարկը պահանջում են, դժվար թվում է կացություն կլինի, այստեղ մեքենաները, Եվրոպայից գացող մեքենաների վրա նաև Ամերիկան նախագահ ասել է հարկ պահանջելու, որ Եվրոպայից մեքենան գացող այստեղ Եվրամիության մեքենաները 2.5% բարձրացնելու են tax-ը, ինչ որ այնտեղից գալիս է, Եվրոպայից գալիս է, EU կամ Եվրամիությունը, նրանք նաև ասում են ամերիկյան մեքենաները, այստեղից նաև General Motor, Ford-ը մեքենային ղրկում այնտեղ ասել են մենք էլ, ուրեմն ինչ մեքենա, որ Ամերիկայից կա, մենք էլ հարկ ենք պահանջելու 10%-ով։ Այսպես տեսնում եք, թվում է պայքար են սկսել երկու երկրները։ Հիմա աշխատողները ոմանք ուրախ են, ոմանք այս երկրում վատ է լինելու, կապված է ինչ տեսակ բիզնեսը։ 50% թերիվ նախագահը սպառնում էր, որ հարկ է պահանջելու ալյումինիումը եւ երկաթ գալիս է այս երկիր այնտեղից, այստեղ տեսնում եք նախագահը Իռլանդիայի նախագահի հետ եք տեսնում, որ ասում էր մեզ շահագործում են, ուրիշ երկրները շահագործում են, դրա համար ես պետք է այս հարկերը պահանջելով մասամբ բալանսի բերեմ։ Հիմա Եվրամիությունը ուրիշ թերիֆներ մինչև 28% Ամերիկան ինչ որ ղրկի այնտեղ 28% հարկ է պահանջելու, իհարկե կապված տարբեր ապրանքների վրա։ Կանադա ասում է $20 բիլիոն Ամերիկայից ինչ որ գնա այնտեղ 20 բիլիոն հարկ են ուզելու։ Ամերիկան հիմա մարդիկ, այսինքն մարդկանց կարծիքն են վերցրել։
որ Թրամփը ինչ որ անում է այս հարկերը առաջ է քաշել այս հարցերը արդյոք համաձայն եք ինչ որ պահանջում է որ հարկ պահանջեն ուրիշ երկրներից երբ որ մի բան ներմուծվում է 61%-ով չեն հավանում այդ ինչ որ Թրամփը պահանջում է այստեղ տեսնում եք գոհ չեն տնտեսության մասին 56%-ը չեն հավանում ինչ որ Թրամփը կատարում է այսպես տեսնում եք ընդհանուր առմամբ ուրեմն գոհ չեն իր աշխատանքից հիմա իրեն այսօր սպիտակ տաններ ասել Իռլանդիայի վարչապետի հետ ասում են որ դու անընդհատ մի օր ասում ես հարկ կպահանջեմ հետո չես կատարում հետո ասում ես ավել բարձր կպահանջեմ հետո չի կատարվում այսպես իրեն ասում են ինքը իհարկե Թրամփը այդպես չի մտածում բիզնեսի սովորաբար նախագահները այսպես էին որ ցանկություններ որ աշխարհը տեսնի որ նախագահները ինչ որ ասում են դա կատարում են շատ ուշադիր նախքան մի արտահայտություն անեն իր նախարարների հետ որոշված էր գրության վրայից լրիվ կարդում էին ուրիշ բաներ չէին ասում իսկ Թրամփը այդպես չի մի բան ասում է հետո վաղ ուրիշ է ասում ուրիշ վիճակ է ստեղծում որ ասում են կայուն ամերիկան կայուն առաջարկություններ չունի չեն կարողանում պատկերացնեն որ արդյոք կարող են հենվել հիմա Ամերիկային որպես բարեկամ երկրները եւ ուրիշներ այսպես մտահոգություն են հայտնում Եվրամիությունը Կանադան Մեքսիկոն որ տասնյակ տարիներ բարեկամ երկրներ են եղել ես ուզում եմ հիմա խոսել փետրվարի հիմա ունենք inflation թանկությունը ուր է հասել այսպես մարտը հաջորդ ամիս կիմանանք փետրվարի ընթացքին հարկերը ինչ է ցույց տալիս որ իջել է դրա համար նախագահ Թրամփը շատ գոհ է այդ բերումով այստեղ տեսնում եք US Bureau of Labor Statistics որ ամեն ամիս տվյալ տալիս է երբ ամիսը ավարտվում է ասում է թանկությունը իջել է 2.8%-ի ասել նախագահ Բայդենի եւ նաեւ այս կառավարության նպատակն էր որ թանկությունը 2%-ի հասնի 2-ից ավել չլինի եւ այդ հիման վրա է որ կենտրոնական բանկը ասում է մինչեւ չհասնի այդտեղ տոկոսները չեն իջեցնելու այսպես տեսնում ենք նախագահ Թրամփը այդ բերումով իր գոհունակությունն է հայտնում որ ասում է մեր ծրագիրները ուրեմն արդյունք են տվել հիմա մեքենան որ ասացի հարց է Ամերիկայի եւ Կանադայի մեջ մեկ մեքենա typical մեքենան ինչից է 50% ստիլ ուրեմն պողպատ է օգտվում 11% ալյումինիումից է պատրաստված պլաստիկ եւ ուրիշը 10% է եւ այդպես տեսնում եք երկաթ մեջը կա ավել քիչ տոկոսով եւ այդ տոկոսային հարաբերությունները տեսնում եք այնտեղ ապակի 2% մեքենայի մեջ կա տեսնում եք եթե երկաթը եւ ալյումինիումի գինը թանկանա դա մեծ դժվարություն է ստեղծելու մեքենայի գինն է բարձրանալու այս երկուսը որը հիմա հարց է որ գալիս է Կանադայից գալիս է ուրեմն մեքենան այս երկրում թանկանալու է այդ ինչ որ նախագահ Թրամփի հրամանով հարկ են պահանջելու այդ բերումով Կանադայից ուրեմն այդպես թանկություն է լինելու մեքենայի վերաբերյալ իսկ ես հիմա ուզում եմ շարունակել եւ կրթական նախարարության մասին եմ ուզում խոսել նախագահը ասել է որ ինք ցանկություն ունի կրթական նախարարությունը վերանա չլինի այսպես էր իհարկե այս երկրում կրթական նախարարություն գոյություն չուներ մինչև Ջիմի Քարթերը ասաց որ պետք է կրթական նախարարություն լինի որ այդ կրթական նախարարությունը ընդհանուր ուղղակիցն է տալիս որ ինչպես պիտի կատարվի աշխատանքները եւ նաեւ
աշակերտների լոն, որ ստանում են, պարտք, որ ստանում են, այդ նախարարությունն է, բոլոր այստեղ երեխաները ինչ որ համալսարան են գնում, ընդհանուր կրթական նախարարությունից են ստանում։ Նախ որ այդ մասը, որ պարտ պիտի տան աշակերտներին, լոն պիտի տան աշակերտներին, այդ նախարարը, այսինքն նախագահ Թրամփը հրաման է տվել, որ այդ մասը կրթական նախարարությունի գնա դառնա treasury կամ ելևմտքի նախարարության մեջ լինի, որպեսզի կարողանա կրթական նախարարությունը լրիվ վերանա իր աշխատանքը եւ դրա համար է, որ 1300 հոգի այս վերջին ժամանակ աշխատողներին աշխատանքից հանեցին, նախագահ Թրամփը ասում է սրանք չեն աշխատում եւ այստեղ եւ բոլոր աշխարհով գիտեք անգամ մեր քաղաքում Բրբանկ ուրիշ քաղաքներն այդպես է նրանք որ կառավարության համար աշխատում են գիտեք այդպես չեն աշխատում ինչ որ սեփական բիզնեսների համար private company աշխատողներին ավել ուշադրություն է կատարվում կառավարական աշխատանք կատարողները massամբ civil protection ունեն մանավանդ Կալիֆոռնիայում դա է որ իրենց հանելը այդպես հեշտ չի լինում բայց սա որովհետև federal government-ի համար է եւ նախագահը համարվում է federal government-ի ղեկավարը ուրեմն այդ իր հրամանով հանեն ուրեմն այս կրթական նախարարության կես աշխատողներին մինչև հիմա ասեն են որ էլ աշխատանքի չկան հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ ձեզ տեսնում եք Department of Education որը financial aid տալիս է աշակերտներին որ կարողանան բարձրագույն կրթություն ստանան դա այն մասն է որ պետք է ավելանա treasury federal loan եւ financial aid funding for students եւ նրանք որ նաեւ օգնում են հաշմանդամներին եւ նրանց որ քիչ իրենց ընտանիքը եկամուտ շատ քիչ է կառավարությունը գիտեք օգնում է այդ մարդկանց հիմա այդ դեպարտմենտը որ փակվելու է մի քիչ դժվարություն կունի Լինդա Մաքմենին տեսակ որը իր ամուսինը Մաքմենը այս wrestling-ը այդ մշամարտը այդ մեծ company ունի բիլիոնատեր է իր ամուսինը նախագահի ընկերն է իր ամուսինը եւ իրեն նշանակել է կրթական նախարար նախկինում էլ առաջին նստաշրջանում Թրամփը իրեն նշանակել էր SBA կամ Small Business Administration-ի պատասխանատուներ դրեն ուրեմն ինքը կատարում է Թրամփի հրամանները այս կինը ինչ որ տեսնում եք այստեղ նաև երեխաներ կան ինչ որ ասացի հիվանդություններով են կամ հոգեկան խնդրեմ ունեն disability ունեն նրանց նաև կարող է massամբ դժվարություն ստեղծվի 1300 աշխատողներ ասացի քիչ առաջ անեն են եւ կարճ ժամանակ առաջ մի ուրիշ հարյուրավոր մարդու անեն էին աշխատանքից եւ այսպեսով մտահոգված են ոմանք որ նախարարությունը աշխատանքը լրիվ կանգնեցնելու են եւ այդ մարդիկ Federal Agency Workforce սա 45 տարի այդ նախարարությունը գոյություն է ունեցել եւ հիմա սրանից կեսը առնվազն կեսին հանել են աշխատանքից սա փոքր նախարարություն է ընդամենը 4500 մարդ աշխատում էր եւ նաեւ փակեն են տարբեր կենտրոններում օրինակ Սան Ֆրանցիսկոում կրթական նախարարությունը բրանչ ուներ կենտրոն ուներ այնտեղ Դալասում, Քլիվլենդ, Շիկագո, տեսնում եք Նյու Յորք, Բոստոն, բոլորը դրանք ասել են որ փակեն։ Հարկավոր չի այդ կենտրոնները, գիտեք, սրանք մեծ տարածքներ են զբաղեցնում։ Ամենայն դեպս սա փոքր նախարար, այսինքն թվով օրինակ արտգործ նախարարություն 80000 մարդ է աշխատում, եթե նայենք ընդհանուր 2,300,000 կառավարության համար աշխատում են կրթական նախարարությունը ընդամենը 4500 աշխատող ուներ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից խոսեմ անձրև է գալու վաղը,
եւ տեսնեք մեր տարածքը եւ եթե ուրիշ նահանգներում դիտում եք ծրագիրը ցեզ մոտ ինչ է տեղի ունենում իսկ ծրագիրը հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը Prime Med Pharmacy Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում ձեր տեղերը կարող եք պատվիրեք իրենց կբերեն ձեր տանը կհասցնեն կամ դուք գնացեք տեղատունը ասացի Glenox փողոցի վրա Glendale-ում եւ Highland-ի հատման կետում հեռախոս շատ հեշտ է զանգահարեք խոսեք եթե որևէ հարցեր ունեք 6 000 տեսնում եք 6 310 317 զանգահարեք Երևան Shipping-ն է հովանավորում ծրագիրը Երևան Shipping-ը ձեզ առաջարկում է որ փոխարեն նավով ղրգելու որ 2 ամիս կամ 3 ամիս տևելու է մինչև ձեր ծանրոցը հասնի Հայաստան իրենք ընդունում են ուղարկեն բայց եթե այս զատիկը մեր առաջ շուտով ունենալու ենք զատիկը եթե պետք է մի բան ղրկեք ավել հարմար է որ օթանավով ղրկեք $5 է փաունդը իջեցրել են $2.99 օթանավով $2.99 ինչու ուղարկել ծովի միջոցով որ կարող եք այդտեղ կատարել ավել հարմար կլինի օթանավով ղրկեք գինը խիստ իջեցրած է իսկ գումար եթե ցանկություն ունեք փոխանցեք ձեր ազգականներին բարեկամներին ում որ ցանկություն ունեք ղրկելու իջեցրել են $1 են դարձրել պատկերացրեք $100 ուղարկեք ընդամենը $1 եք տալիս $500 ուղարկեք ընդամենը $5 եք տալիս սա ամենաէժան գինն է որևէ տեղ Երևան Shipping 2 կենտրոն ունի Lancashire փողոցի վրա North Hollywood-ում Glendale-ում Palmer փողոցի վրա օգտվեք այս ծառայությունից որ այսպես գինը խիստ իջեցրած է այս երկու կենտրոններում տեղի ունենում Vivaldi venue եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 120 150 300 տարողությամբ իսկ նաեւ ամենօրյա ճաշ են առաջարկում որը $300 է, բայց 10-ից 12 հոգի կարող են ուտել, եթե տղամարդ են, եթե կանայք լինենք 13, 4, 5 մարդ կարող է այդ ճաշից օգտվի ընդամենը $300 է։ Երեխաների տարեդարձ է խնջույք է այդ առիթով 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 է, որ ռեկլամում մանրամասը կտեսնեք։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե ավտովթար է լինում կամ որևէ վնասվածքներ եք ունեցել ուրիշի սխալի պատճառով, մի բիզնես եք գնացել, շոփինգ սենթեր եք գնացել եւ ձեզ վնաս է ասել, այդ բերումով զանգահարեք եւ անվճար կարող եք խորհրդակցել։ Կվերադառնա 21 միլիոն մարդ կարող է այս սկսվում է այս գիշեր ժամը 12-ից հետո այս մեր շրջանում հարավային Կալիֆոռնիայում խիստ անձրևներ է տեղի ունենալու տեսնում եք այստեղ Սանտա Բարբարայից մինչև Սան Դիեգոյի շրջանը նորից կրկնում եմ այս գիշեր 12-ից մինչև վաղը 10-ին 11-ին շարունակվելու է կապված որտեղ եք լինելու եւ մի քանի ինչ կարող է անձրև տեղի ունենալ կապված դուք որտեղ եք այդտեղ կարող է լինի 3 սանտիմետրից կարող է լինի 8 սանտիմետր անձրևներ տեղի ունենան կարճ ժամանակում եւ հիմա ես այստեղ ուզում եմ ցույց ցույց տալ ֆլատ կամ հեղեղ կարող է տեղի ունենա տարածքում այսպես տեսնում եք Southern California-ն ինչ է տեղի ունենալու կապված կարմիրով տեսնում եք այնտեղ որ մուգ կարմիր է որ Լոս Անջելեսի հյուսիսում մասամբ 7.5 սանտիմետր անձրև է իջնելու մեր շրջանում կարող է 1
ինչ կամ 2.5 սանտիմետր անձրևիչնի եւ այն տարածքները Pacific Palisade եւ նաեւ Altadena հեղեղ կարող է տեղի ունենա, որտեղ ամեն ինչ այրված է, ուրեմն ծառ չկա եւ խոտեր չկան, որ կարողանան զսպեն։ Այս ինչ որ տեղի է ունենալու ամենահզոր անձրևային ժամանակ լինելու է կես գիշերին 12-ից մինչև ժամը 8-ը, բայց կարող է մինչև 11-ը տևի եւ հեղեղ տեղի ունենա եւ կտորները այդ ինչ որ լվանալու է, իջեցնելու է եւ քամի էլ նաեւ լինելու եւ խիստ ջյուն է իջնելու նաեւ սարերի վրա, մեր շրջապատի սարերին վրա ջյուն է իջնելու, այսպես տեսնում եք։ Իսկ արևելյան նահանգները, նայեք այստեղ հիմա որոշ տեղերում, սա հիմա մենք դեռ ձմեռ է, արևելյան նահանգները ջերմաստիճանը 76-8, Memphis, Tennessee եք տեսնում, այնտեղ Cincinnati տեսնում եք 74, 80, 76 եւ Նյու Յորքում, որ հիմա պետք է բավական ցուրտ լիներ, տեսնում եք 50, 56, 60 աստիճան ջերմությունը ինչ որ լինելու է։ Նորից մեր շրջանը ուրեմն հեղեղ կարող է լինի։ Մեր հյուսիսում Կալիֆոռնիայի winter storm warning, այսպես ահազանգ է, որ բարձրացնում են փոթորիկ է տեղի ունենալու կենտրոնական շրջանում եւ արևելյան շրջանում ցած ցուցադրեցի ինչ տեղի ունեցող տեսնում եք մեր շրջանն է անձրևը ինչ որ heavy rain խոշոր անձրև է լինելու եւ փոթորիկ Memphis, Tennessee եւ այդ նահանգները տեսնում եք մինչեւ ուրբաթ ուրեմն նրանց մոտ փոթորիկ է, մեր մոտ անձրև է, տարօրինակ վիճակ է տեղի ունենալու։ Ես ուզում եմ շարունակել խոսել մեկ երիտասարդ, որ այստեղ green card ունի, կինը այստեղի քաղաքացի է եւ 8 ամիս հղի է կինը, ուրեմն Կոլումբիա համալսարանը, որ համարվում է ամենաբարձր կրթական օջախներից մեկը Նյու Յորքում, այնտեղ այս տղան ուրիշների հետ կազմակերպել էր այդ բողոքը ինչ որ Գազայում կամ Ղազայում ինչ որ Իսրայելը ռմբակոծում էր եւ մինչ հիմա 49000 մարդ մահացել է, ուրեմն բողոքի ցույց էին կատարում Կոլումբիա համալսարանում, ինչպես Ամերիկայի բոլոր համալսարաններում տեղի էր ունենում։ Իսկ իրենք ձերբակալել են, ուրեմն այստեղ Նյու Յորքից տարել են նախ Նյու Ջերսիից տարել են Լուիզիանա եւ նախագահը ասում է, որ նախագահ Թրամփը, որ այս անձը սպառնում էր խաղաղությունը այս երկրում, ուրեմն սպառնում է, դժվարություն է ստեղծում national security threat, ուրեմն վտանգում է այս երկիրը, այսպես այս երիտասարդին եք տեսնում։ Immigration-ի ոստիկանները, էջենտները իրեն ասացի ձերբակալում են ու տեղափոխում են իրեն եւ Պալեստինյանների ինքը իհարկե ծնվել է ուրիշ տեղ, բայց ծնողները պաղեստինցիներ են, Նայջիրիա ծնվելներ եւ այս Ռուբիո արտգործ նախարարն է եւ սահմանի զարն եք տեսնում այս անձը ինչ որ կառավարության համար է, ասում է դրա համար ձերբակալել են, որովհետեւ Համասին էր հովանավորում, քանի որ այս տղան միշտ ինչ որ ասել է պաղեստինցիների մասին է միշտ խոսել եւ այսպեսով ասեն են որ հրյա աշակերտներին, որովհետեւ վտանգում են, ուրեմն պետք է երկրից հանեն, Թրամփը ասել է որ հրյան աշակերտները վտանգված են եւ իրենք իրեն հանում են, այստեղ տեսնում եք Immigration and Nationality Act-ի հիման վրա են իրեն հանում, այստեղ իր կնոջը տեսնում եք նաեւ ինչ որ ասացի հղի երկինը
շաբաթօր գնում են իրեն բնակարանում ձերբակալում են, սա անսովոր է Ամերիկայում այսպես աշխատանք կատարել, բողոքի ցույցեր կատարել այս երկրում իրենց ամենատարրական իրավունքներից մեկն է ժողովրդի։ Այսպես տեսնում եք իր փաստաբանն էր խոսում էր, որևէ քրիմինալ ռեկորդ չունի այս տղան, որևէ ոճրագործություն չի կատարել, փաստաբանն է, որ ինչ որ ասացի, անսովոր է, որ նման մարդու ձերբակալեն, ինքը անսովոր է, հետո ուզենան վտարեն այս երկրից մեկ հոգի, որ green card ունի, որովհետև բողոքի ցույցերի է մասնակցում։ Ես ուզում եմ հիմա խոսել NASA-ի մասին, որտեղ NASA-ն գիտեք երկու աստրոնավտներ, տիեզերագնացներ ղրկեցին, դրանք մայիսին, հունիսի 5-ին բարձրացան Boeing առաջին անգամ լինելով մի տիեզերանավ էր պատրաստել, որ նրանք դրա միջոցով գնացին հասան համաշխարհային այդ station-ը կամ կանգառը, international այդ կանգառն են գնացել ու հետո մտահոգվեցին, որ այս Boeing-ի այդ տիեզերանավը վտանգավոր է դրա միջոցով հետ վերադառնալ։ Գնացել էին 10 օրվա համար, իսկ հիմա պատկերացրեք հունիսից մինչև հիմա այնտեղ են 9 ամիս, մի քանի օր է այնտեղ են եւ թվում է, որ հիմա SpaceX-ը, որը Elon Musk-ին, բիլիոնատերին պատկանում է, դա Elon Musk-ի այս SpaceX-ով տիեզերանավ կգնա այնտեղ 4 նոր տիեզերագնացներ կգնան այնտեղ, այդ երկու անձնավորությունները սա անձիկ են, որ պիտի գնան շուտով այս հաջորդ օրերի ընթացքին կգնան եւ նրանց հետ կվերադարձնեն նույն տիեզերանավը հետ կդարձնի իրենց հիմա անցնենք առաջ, տեսնում եք այս անձիկ են, ուր որ պիտի գնան աչում ռուս, ամենաաչում ռուսը է, որ գնալու է այս 4 տիեզերագնացները, աչից երկրորդը ժապոնացի է, մնացած երկուսը ամերիկացիներ են, մի տղամարդ, այսինքն ամերիկացիներ են, երկուսը ծախից, երկուսը, այսպես տեսնում եք, գնալու են տա, այնտեղ այդ երկու անձին եք տեսնում, որ պիտի վերադառնան, ինչ որ ձեզ ասում էի հունիսի 5-ին գնացել էին 10 օրվա համար, իսկ պրոբլեմ լինելու հետևանքով մնացել են մինչև հիմա այդ տիեզերագնացներից մեկը կինն է, որ 52 ժամ 6 րոպե այնտեղ տիեզերքում դուրս է եկել եւ ուսումնասիրություն է կատարել։ Տեսնում եք այդ մազերը այդտեղ տեսնում եք եւ ամենածախում կապույտ շորով, այս երկուս պիտի վերադառնան, երբ որ իրենց երեխաներին եք տեսնում, այս անձիկի երեխաներն են, տեսնում եք ծախում խոսողը բաչն է եւ աչում այդ կինն է, որ մազերը տեսնում եք բարձրացել է Սանի անունով, պիտի վերադառնան եւ ասում եք կյանքի ամենա այսպես կարևոր մոմենտն է, ինչ որ ունեցել է առաջի ռեկորդ ունի spacewalk-ի համար Ուիլյամը, այս կինը, որ 52 ժամ 6 րոպե տիեզերքում տեսնում եք տիեզերքում դուրս է եկել այդ կայանից ու ուսումնասիրություն է կատարում, փոփոխություն է բերում, ռիփեր է կատարում, տեսնում եք այստեղ հաջորդ 4-ից 7 օրվա ընթացքին իրենք հետ կվերադառնան SpaceX-ի տիեզերանավի միջոցով։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Ամերիկայի մեկ բանդ կամ ցույց տամ ձեզ, prison ցույց տամ ձեզ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը Եթե աչքի հետ որևէ հարցեր ունեք, ագնոց կարիք ունեք, լենզ պիտի տեղադրեք, ցավում է, ջուր է հոսում, զանգարեք ժամադրություն վերցրեք, 30 տարվա փորձառություն ունի,
իրենք այսինքն Սենտրալ եւ Սան Ֆերնանդո փողոցի հատմանկետում այնպես այդ հիվանդանոցի բժշկական շենքում տեղափոխվել են 240 South Jackson փողոց են համար 310 240 South Jackson ուրեմն տեղափոխվել են հեռախոսահամարը զանգ արեք իրենք ձեզ կհիշեցնեն հասցեն Կարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը Կարավան ռեստորանը ձեզ է առաջարկում ճաշ այնտեղ կարող եք այցելեք սա հեռախոսահամարն է Կարավան ռեստորանի մանբաման կարող եք այցելեք իսկ Կարավան ռեստորան նաև առաջարկում է հարիսա է առաջարկում ամեն օր շաբաթի 7 օր կարող եք այնտեղ գնալ ունենալ հարիսա ինչ որ այսպես տեսնում եք Hollywood Piano-ն է ովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն Ամերիկայի երևի ամենախոշոր դաշնամուրի խանութ է բայց անպայման Կալիֆոռնիայի ամենամեծ դաշնամուրի խանութն է 3 կենտրոնի բայց հենց այս մեկ հատը ամենախոշոր դաշնամուրի խանութն է որտեղ 449 South Arroyo Parkway Pasadena-ում Գլենդելի հարևանության է սա հարյուրավոր դաշնամուր կգտնեք այդտեղ 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է Raffi's Market ովանավորում է ծրագիրը Raffi's Market-ը պատրաստի ճաշ ունի եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու իսկ Raffi's Market աշխատողների կարիք ունի բոլոր իր տարբեր մասերում աշխատողի կարիք ունեն մսի բաժնում cashier ուրիշ ինչ որ հացի բաժնում եւ այլն աշխատողների կարիք ունի այստեղ զանգահարեք եթե մեկը չի պատասխանում պատկամ թողեք իրենք կզանգարեն անպայման հեռախոսային հեռացայնեք այս հեռախոսահամարին եւ պատկամ թողեք ձեր անուն եւ տելեֆոնը թողեք այնտեղ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը եթե հրդեհ տեղի ունեցել ձեր գրասենյակում կամ տանը եւ եթե bankruptcy պիտի ֆայլ անեք մեքենա եք վարել, ակսիդենտ եք ունեցել, որևէ այդ հարցերով զանգարեք այս փաստաբանին հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք կվերադառնա Այս երկրում գոյություն ունի Department of Homeland Security, այս երկրի անվտանգությունն է, որ իրենց հանձնված է Հիմա նախագահ Թրամփի հրամանով անօրինականներին այս երկրից վտարում են, ուրեմն ինքը այդ նախարարությունը ունի բանդեր ունի, կալանավորում են անձին այդ բանդերում, բայց մարդիկ ձերբակալվել են եւ տեղ չունի, ուրեմն կառավարությունը հիմա գումար է տալիս քաունթիներին, ասում է ձեր բանդերը մի մասը տրամադրեք մեզ, որ այս անօրինականներին, որ ուզում ենք հանենք այդտեղ բերենք եւ հետո այդտեղից երկրից հանեն այսպես է տեսնում եք սա county band է շարունակենք county band եք տեսնում այստեղ եւ local counties որտեղ տեսնում եք այսը 32809 հոգու ինչի հիմա երկրից վտարում է եւ հարյուրավոր ձերբակալել է եւ Այստեղ տեսնում եք այդ բանդերն են, որ նաև բասկետբոլի տարածք ունեն, նրանք որ վտանգավոր չեն։ Այստեղ տեսնում եք ուրեմն սա անօրինականներ են։ Մյուս բանդերը ուրիշ county բանդերը գող կա այնտեղ մարդասպան կարող է լինի, ուրեմն ասում եմ եթե պարապտեղ ունի վարձի վճարի եւ county-ները շատ ուրախ են, որովհետեւ Կենտրոնական կառավարությունը գումար է տալիս այդ բանդարկյալներին պահելու համար, այսպես տեսնում եք եւ իրենք ասում են, որ այստեղ տեսնում եք օրինակ այդ շրջանն է Butler County Sheriff Department-ն է, որ նոր շերիֆ են որոշել այս անձին եւ ասում են մենք կարող ենք այդ անօրինականներին մեր բանդերում տեղ տալ իրենց։ Հիմա ընդհանուր Այսը կամ այս immigration-ի հաստատությունը ոստիկանությունը հունվարի 20-ից, որ նախագահ Թրամփը ընտրվել է, մինչև մարտի 10-ը մի 2 օր առաջ, այսօր ինչ խոսում եմ ձեզ հետ, չորեքշաբթի օրը մարտի 12-ն է, մինչև 2 օր առաջ, որ տվյալներ ունենք, 32809 հոգու
տեսնում եք այս 50 օրվա ընթացքին ձերբակալել են եւ 14111-ը նախապես ոչրագործության ոչ թե մենակ անօրինական են, այլ ոչրագործություն են տեղի տվել այս երկրում։ Իրենց кейսը ուսումնասիրվում է, ոչրագործություն ունեցող, բայց դեռ դատը չի վերջացել 9980 հոգի։ Immigration-ին վերաբերող օրենքը խախտողների թիվն է 8718։ Գանգերին կապվող ձերբակալել են, որ գանգերի խմբի մեջ են 1155-ը, տերորիստ են համարվում 39 հոգի, որ ձերբակալված են, այսպես տեսնում եք ընդհանուր այդ աշխատանքը ինչ որ կատարվել է։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ կնոջ մասին Ինդիանա նահանգում, որ երեխաներ ունի, մեքենայով գնում է, հետո քունը տանում է եւ կամուրջի վրայից ընկնում է մեքենան այսպես 6 օր այդտեղ է լինում, որովհետեւ միցև է լինում, որ չեն տեսում, այս կինն է 41 տարեկան եւ մեքենա, որովհետեւ կոտրվածներ է ունենում ձեռքի ոտքի, չի կարողանում շարժվի, ինչքան աղմկում է, ձայն է անում, ոչ ոք չի գալիս։ Այս իրեն օգնությանը, մեկը չի գալիս իրեն օգնությանը եւ իր հեռախոսը, որտեղ տեսնում եք այստեղ կամուրջի վրայից ընկնում այդ փոքրիկ գետը, ինչ որ տակից անցնում է եւ այսպես մնում է։ Մեկը չի տեսնում, որովհետեւ տեսադաշտը այդպես չի։ Այս մարդը բախտի բերումով տեսնում է, որը նաեւ շերիֆներին գնում է, օգնում է երբեմն, մարդիկ կան, որ շերիֆ դիպարտմենտների համար անվճար աշխատում են, վոլոնտիրներ են, տեսնում է ու լուր է տալիս եւ պահանջում է, որ ուղղաթիռ հելիկոպտեր կա, Բրիոնա Քասել անով այս կնոջը կարողանում է իրեն հելիկոպտերով տանել հիվանդանոց հասցնել իրեն։ Ես հիմա ուզում ցույց տալ ձեզ նաեւ Քրսկ շրջանը Ուկրաինան, գիտեք, մոտարապես մի 2 ամիս առաջ ներս մտան Ռուսաստանի տարածք գրավեցին Ուկրաինայի, այսինքն ռուսներ չէին հավատում, որ ուկրաինացիք կմտնեն Ռուսաստան։ Երևում էր, որ այդպես ուշադիր չեն եղել, սահմանապահները ուշադիր չեն եղել, ամենայն դեպս մտնում են ու ես ուզում եմ խոսել հիմա որտեղ Ուկրաինան մտել էր Ռուսաստան եւ գրավել էր այս տարածքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամն էր, որ որևէ երկիր մտել էր Ռուսաստան ու գրավել էր տարածք։ Ահա այս բոլոր տարածքը գրավել էր Ուկրաինան այդ հույս ունենալով, որ երբ որ բանակցություն ունենան Ռուսաստանի հետ, Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություն ունենա, այս տարածքը Ուկրաինան կթողնի ու ռուսները որոշ տարածք իրենց մոտ կթողեն։ Բայց տեսնում եք ռուսները հետո կարողացան Հյուսիսային Կորեայի զինվորների միջոցով ինչ որ մանուշակ եք տեսնում կամ վարդագույն եք տեսնում հետ գրավեցին, այսինքն ուկրաինացիներին այստեղից հեռացրան։ Այս կապույտը այն տարածքն է, որ դեռ Ուկրաինան իր տիրապետության տակ ունի, մնացած տարածքները ռուսները հետ են գրավել իրենց, այսինքն երկրի մասը հետ են գրավել եւ քիչ-քիչ ճնշում են, որ իրենց տարածքից հանեն։ Այսպես տեսնում եք ինչ է կատարվում եւ չի թվում կարողանան տոքան ուկրաինացիները հիմա գիտեք նախագահ Թրամփը համաձայնագիր ունեցավ, որ պատերազմը կանգնեցնեն եւ ռուսները եւ ուկրաինացիք բանակցության մեջ մտնեն, այդ բանակցության սեղանի նստեն մեկը մյուսի հետ, դրա համար է որ թվում է նախագահ Պուտին շատ շտապ չի մինչև այս հարցը լուծի։ Հիմա տեսնում եք, սա Ռուսաստանի տարածքն է, որ ուկրաինացիք բոլոր այս տարածք գրավել են, իսկ հիմա ռուսները այս տարածքները հետ են գրավել, մնում է այս մասը, դեղինները այն տարածքն է, որ հայտնի չի ռուսներն են այդ տարածքը, այսինքն իրենց տիրապետության է, թե ուկրաինցիների տիրապետության։ Ամենայն դեպս այս հարցն է, դրա համար նախագահ Պուտին անցնենք առաջ
կտեսնեք այցելել է այդ շրջանը, այսինքն Քրսկ զինվորական հագուստով այդ տարածքը, որ հետ են գրավել, այդտեղ էր նախագահ Պուտին այդտեղ ներկայացել է քաջալերելով ռուս զինվորներին, որպեսզի կարողանան դուրս անեն ուկրաինցիներին այդ տարածքներից։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Դադարից Department of Forestry մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան, հովանավորում են ատամնաբույժերին, սրանք որ որևէ հարց ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, ատամները ցավում է, լինդա արյունահոսություն ունի, բոլոր այդ հարցերով կամ մաքրման համար, ատամի մաքրման համար զանգարեք այս հեռախոսահամարին, ժամադրություն վերցրեք։ Ալիվ կամ Օլիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է։ Բրբանքում եմ Գլենդելի հարևանության այս հեռախոս ցեզ մոտ նշանակեք։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն է գնում այս տեսակը վերցրեք։ Նաղաշ լավաշ։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե ձեր թաթի վրա թաթի տակ վերք կա, քայլում եք շնչասպառ եք լինում, 4 կենտրոն ունի այս բժիշկը, սրտի վիրահատող է, բայց հիմա կենտրոնացած է այս հարցերով, հեռախոսահամարն եք տեսնում, իր գրասենյակները գտնվում է Orange County, Commerce, Encino, Glendale, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616 իսկ Գլենոքս փողոցի վրա է։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե դուք բիզնես ունեք, որևէ պատճառով ուզում եք վաճառեք, դա տարբերություն չունի, ինչ է պատճառով, էլ չեք ուզում շարունակեք, ուզում եք վաճառեք բիզնեսը, զանգահարեք այս հեռախոսահամարին 818-ով 745 0031 կվերադառնա։ Ամերիկան ունի Urban Forestry, այսինքն անտառներին վերաբերող դեպարտման կա, որ վերահասում են լինում, որ ծառեր լինեն, որովհետև ծառը գիտեք carbon dioxide-ը վերցնում է ու օքսիգեն է արձակում գիշերը, ուրեմն այս օգնում է մեր շրջապատը, դրա համար ասում ենք ծառը հարկավոր է ամենտեղ ծառ լինի, քաղաքներում ծառ տնկեն, որպեսզի մեր շրջապատում օդը մաքուր լինի, օքսիգենի կարիք ունենք, նրանք մեզ օգտակար են լինում, իսկ carbon dioxide իրենք վերցնում են, որովհետև ծառը օգտագործում է դա։ Հիմա նախագահը Թրամփը կրճատում է նաև այս դեպարտմանը, որը հոգ են տանում ծառերի, անտառների հարցերով են զբաղվում։ Այստեղ Թրամփը հրաման է տվել, որ այդ դեպարտմենտն էլ մեծ մասը աշխատանքից հեռացնեն։ Այսպես տեսնում եք, օրինակ սրանք քաղաքներում նաև ծառ են տնկում, այստեղ տեսնում եք այդ աշխատանքն է, ինչ որ կատարում է։ Իլան Մասկը հրաման էր ստացել, որ այդ նախարարության աշխատողներին աշխատանքից հանեն, իհարկե այդ աշխատանքը մասամբ կատարեց, հետո նախարարները շատ բողոքեցին Թրամփին, ու Թրամփ ասաց, որ ինքը պետք է գտնի, որ որտեղ ինչ պիտի աշխատանքից անեն, նախարարները իրենք են պատասխանատու, որ տեսնեն քանի մարդ պիտի աշխատանքից անեն։ Մանավանդ արտգործ նախարարը եւ FAA-ը Federal Aviation օդանավների վերահասու լինող նախարարը խիստ իր հետ վիճաբանության մեջ եղան այդ նախարարների ժողովի մեջ, ուրեմն այսպես հիմա կրճատում կլինի այդ ծառերին կամ անտառներին վերաբերող դեպարտման նաև իջեցնելու թիվը աշխատողների։ Իսկ ես ուզում եմ մի մեծ archaeology այս հնագետները կարողացել են Հռոմում գտնեն, քաղաք գտնեն։ Այստեղ տեսնում եք այդ քաղաքն է, որ Հռոմում գտեն են, մի մասը մաքրում են ու տեսնում եք այդ նկարչությունները, սյուները, տեսեք մի մասն է, որ գտեն են, սա այս տարվա, երբ որ ավարտեն, պիտի լինի ամենակարևոր այս ինչ որ հնագետները կարողացել են
վերել, տեսնում եք սրանք ամեն ինչ որ տեսնում եք, այս dig of century ասում են, որ հռոմեական Պոմպեյի քաղաքն եղել հին ժամանակ 30 ֆիտ մոտարապես 10 մետր փորերն են, տեսել են այդ քաղաք գոյություն ունի այդ տակում եւ դեռ մինչև հիմա մի մասն է որ կարողացել են գտնեն, դեռ աշխատանքը շարունակվում է ամենակարևոր այս հնագիտության համար ամենակարևոր տեղն է լինելու, սայթն է լինելու։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ Lamborghini մեքենան, այսինքն աշխարհի ամենաթանկարժեք մեքենան, մասամբ Lamborghini-ն է, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆետ արեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆետ արեցների կենտրոնը գտնվում է Sunland քաղաքում, բայց իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու ցես կվերադարձնեն։ Jackpot հովանավորում է ծրագիրը, Jackpot ցեզ է առաջարկում, եթե հագուստի կարիք ունեք, կոշիկների կարիք ունեք, պայուսակ, բոլորը կգտնեք Jackpot-ում։ Նաև Հայաստան, եթե պիտի ձեր ազգականի նվեր ղրկեք, այս երկու ջակետը ընդամենը $15 են առաջարկում։ Նաև տապատ երկուսը Հայաստան ղրկելու համար ընդամենը $15 է, այցելեք Jackpot, գտնվում է Թահանգա քաղաքում։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը եւ ցեզ առաջարկում այս ինչ որ տեսնում եք, մատը տնում եք սրան վրա եւ ահա ամեն ինչը կարող եք մանրացնել, կարող եք դա լինի ընկույզ, բադամ, պիստաշիո, երբ որ լցեք մեջը, ինչ կտոր, պիտի փոքրիկ կտորներ կատարեք, եթե հարկավոր է, մի բան եք թխում, մեջն եք օգնում եւ այլն, կամ վարունգ, պամիդոր, բոլորը կարող եք ձեր մատը տնելով հանգիստ փոքրացնել բոլորը այս գինի իջեցրեն են ընդամենը $14.99 կվերադառնա։ Lamborghini մեքենան ամենաթանկ աշխարհի մեքենաներից է եւ ամենաէժանը մոտարապես $630,000 է, մինչև 2 միլիոն կամ ավելի մեքենա ունի։ Իսկ Lamborghini-ն ընդամենը 5 հատ երեխի կառք է պատրաստել։ Վրան էլ գրված է Lamborghini, քիչ հետո կտեսնեք եւ ահա առաջարկում է մենակ 500 պատրաստված է ընդամենը իրենք իհարկե ասում են, տեսնում եք վրան գրված է Lamborghini $5,000 պատկերացրեք երեխի կառքը վրան ամեն կողմը գրված է այսպես ամուր գեղեցիկ ընդամենը 500 պատրաստված հատը $5,000 եթե ցանկությունը ունեք գնելու ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։